Ուժել, ինչպես է եղել, ինչ գործարքի հետ է կապված։ Դեպքը տեղի ունեցել 24 թվականի հունվարի 31-ին, ժամը 8-ից 9-ի սահմաններում 10-15 րոպեվա ընթացքում թվով 74 գործարքների միջոցով $900 իրար հետևից գումարները զրոյացվել է, հաշվին առկա $53,000։ Առանց հաստատման ձեր կողմից։ Առանց SMS-ների, առանց որևէ հաղորդագրության։ Առավոտյան զանգեցին, պարզաբանել են, որ բնականաբար հաջորդ օրը առավոտյան եղանք անվտանգության պետի մոտ, հորդորեցին, որ մենք դիմենք ոստիկանություն, որտեվ մենք ենք տուժող կողմը, որին ես ընդդիմանում էի, որ ոնց որ թե այդքան էլ մենք չենք տուժողը, քանի որ մենք մեր միջոցները բանկին ենք վստահել, երևի թե բանկն է այս պարագայում տուժող կողմը եւ ոչ թե մենք։ Մի խոսքով մեզնից հաղորդագրություն վերցնելով, որ իրենց բանկի կառավարչի անունով, որ մեր հաշվից գումարներն անհետացել են, այդ նույն գրությունով իրենք դիմում են արդեն քննչական կոմիտե։ Իրենք են դիմում քննչական կոմիտե, որ մեր անունից գործը քննվի։ Քննությունը ընթանում է, արդեն 15 ամիս շարունակվում է, մենք ընթացքում դիմել ենք գլխավոր դատախազություն, դիմել ենք կենտրոնական բանկ, դիմել ենք զրոյական արդյունքներով ֆինանսական հաշտարարին ենք դիմել, որին մերժել է բանկը, հիմնավորելով երկու կետերով։ Առաջինը, որ մեր պայմանագրում եղել է կետ 1.8, թե 1.18 կետը չեմ այս պահին մտաբերում, ըստ որի ոչ մի տեսակ զեղծարարության համար բանկը պատասխանատվություն չի կրում, որի տակ ես ստորագրել եմ եւ կնքել եմ պայմանագիր բանկի հետ։ Եվ խորանալու ինչ ինձ թվում է մեզնից ոչ մեկը հաստատ ոչ մի պայմանագիր չի կարդում 2-3 էջանոց նոր ստորագրում։ Եվ երկրորդ ամենակարևոր մերժման հիմքը համարել է իմ այն պահանջին, որ ինչու ինձ 5 տարբեր սարքերից են մուտք գործել, որի մասին բացարձակապես SMS կամ արգելափակում բանկի կողմից ոչ մի կարգի տեղի չի ունեցել, դա էլ պարզաբանել են, որ ես պայմանագիր կնքելուց հրաժարվել եմ որևէ SMS ստանալուց։ Ես դիմել եմ այն աշխատակցուհուն, որի հետ կնքել եմ բանկում պայմանագիր եւ խնդրել եմ ցույց տանելով իմ հետ պայմանագիրը այն կետերը, այն դաշտը, որտեղ ես պետք է նշումները կատարեի, որպեսզի ինձ SMS-ներ գան, եւ աշխատակցությունն ինձ հերթով նկարագրում է, որ այս բլանկը ֆիզիկական անձանց համար չէ, սա գործում է միայն իրավաբանական անձանց համար, դուք ընդհանրապես այստեղ լրացնում եք ձեր անունազգանունը, ձեր էլեկտրոնային հասցեն ու վերջ, դրա համար է այս բլանկը։ Իսկ ասում եմ, ինձ նման պատճառով բանկը մերժում է իմ դիմումը եւ արդարացնում է իրեն, մեղադրելով ինձ, ասում է կարող է ինչ-որ մի բան հիմա փոխվել է, բայց երբ որ մենք կնքել ենք պայմանագիր, նման կետ տեղի չի ունեցել, գոյություն չի ունեցել։ Ի վերջո հիմա ձեր ակնկալիքը որ դաշտից է, պատկան մարմինները, եթե 15 ամիս է ուսումնասիրում են անարդյունք, բանկը իր ուսերից այդ բեռը գցել է, պատասխանատվությունը դրել է, թողել է ձեզ վրա։ Ինչ եք ակնկալում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչ ակնկալի այսօր։ Հայաստանի Հանրապետության, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ դիմում, որ ինչքան անպաշտպան եմ ես այս պարագայում, չնայած լավ չխորանանք, ի սկզբանե է հարցը սխալ դրված, ասեց պարոն Կարագոզյանը, որ այստեղ մենք չենք տուժողը, բանկը ես չեմ հասկանում, ոնց կարելի է ձեռքները լվանալ ու իմիջիայլոց նախորդ օրվա հանրային քննարկման հաղորդմանը ես ուշադիր լսում էի կենտրոնական բանկի աշխատակցուհուն, երբ որ նա տարբերակեց զեղծարարությունը կիբեր անվտանգությունից։ Նա նշեց, որ զեղծարարությունը դա այն դեպքն է, երբ որ SMS-ներ են գալիս եւ խաբեությամբ զեղծարարը տիրանում է դրանց։ Դա այն մեր դեպքերն է, ցավալի վարկերի ձևակերպումը։ Իսկ կիբեր եւ նշեց, որ կիբեր անվտանգության խախտման դեպքում բանկը անմիջապես պետք է հետ վերադարձնի գումարները, որտեղ իր համակարգն են կոտրել։ Սա մեր դեպքը զուտ դասական այդ դեպքն է։ Եվ իսկ մեզ ֆինանսական հաշտարարին բանկը մերժել է, որ զեղծարարության համար բանկը պատասխանատվություն չի կրում։ Հարգելի բանկ, Հայէկոնոմ բանկ, մեր դեպքը ըստ կենտրոնական բանկի աշխատակցուհու զեղծարարություն չէ, այլ կիբեր
անվտանգության բացակայություն բանկի կողմից։ Դուք դիմել եք կենտրոնական բանկին։ Իհարկե, դիմել եմ։ Այ ես զարմացա, որ նույն կենտրոնական բանկի աշխատակցի Մարիամ Թովմասյան, կարծես թե, եթե չեմ սխալվում, նշեց, որ նման դեպքեր հղումը տանում եմ դեպի կիբերանվտանգության բացակայությանը։ Մենք չունենք։ Ես նպահին Մհեր Կարագոզյանին ուղարկեցի մայիս ամսվան նախորդ տարվա դիմաց իմ դիմումը կենտրոնական բանկի եւ իր պատասխանը, այսինքն նա գերազանց գիտի, որ նման դեպքեր կան։ Ոնց է հայտարարում, որ իրենք չունեն կիբեր անվտանգության բացակայության դեպքում դժողներ։ Այսինքն դուք տեսնում եք անփութություն, թե միտում կոծկելու դեպքը միջադեպը դրված։ Միտում որակել չեմ ուզում տալ, բայց անգործությունն ու այն հանգամանքը, որ մեզ ասում են դիմեք, ամենակարևորը, նրանք բանկից նույն օրը առաջ հաջորդ օրը, փետրվարի 1-ին մեզ ասացին, որ գումարների 90%-ը սառեցված են, մենք շատ օպերատիվ ենք աշխատել եւ չեն հասցրել այլ բանկեր փոխանցել։ Իմ դիմումը բանկին եղել է, որ եթե սառեցրել են, եթե տեսնում ենք, քննավարույթով, որ այդ մեղավորը ես չեմ, պետք է լավ խնդրում եմ անջատեք, ես արդեն հուզվեցի։ Հա։ Ուղղակի սուտը ստի հետևից։ Բանկը